Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր հաղորդումների շարքը, ուրբաթ երեկոյան, իրգուն, եւ այսօր բնականաբար առաջին ուրբաթն է ընտրություններից հետո եւ մենք կարող ենք որոշ չափով ամփոփել տեղի ունեցածը Հայաստանում։ Մոնախ եւ առաջ պետք է ասենք, որ այս ընտրությունները առանձնանում են նրանով, որ բոլոր մասնակիցները պարտվեցին։ Նիկոլը պարտվեց, որովհետև նախորդ ընտրություններից հետո ուներ ուրեմն 54% եւ փաստորեն այդ 54%-ով կարողացավ ձևավորել 2/3-ը ազգային ժողովում, ինչու, որովհետև մնացած կուսակցությունները շատ էին, ովքեր փոշիացրեցին ձայները եւ Ռոբերտ Քոչարյանը այն ժամանակ հավաքեց 21% ընդամենը եւ ավելի ուրեմն մնացածը շատ ավելի քիչ եւ Փաշինյանը կարողացավ ձևավորել 2/3 եւ շատ հանգիստ արխային, այսպես ասած, իրան զգաց ազգային ժողովում, բայց հիմա նախ 50%-ը չանցավ եւ սա նաեւ հոգեբանական առումով շատ կարեւոր է, այսինքն ժողովրդի կեսը անգամ նրան չեն աջակցում եւ երկրորդը նա չի կարողանալու ձևավորել 2/3-ը, իսկ 2/3-ը նրան պետք է սահմանադրական փոփոխություններ կատարելու համար, սահմանադրական փոփոխությունները նրան պետք են, որպեսզի վերջապես դադարի խախտել սահմանադրությունը, ինչով նա զբաղված է վերջին 8 տարիների ընթացքում եւ կատարի Ալիևին տված խոստումը։ Եթե Ալիևին տված խոստումը նա չի կատարում, իսկ խոստումը հետևյալն է, որ սահմանադրությունից հանել անկախության մասին հռչակագիրը եւ մի շարք այլ խոստումներ, Էրդողանին տված խոստումը հանել Արարատը, եվրոպացիներին տված խոստումը հանել եկեղեցին ու եկեղեցու հատուկ դերը, հայ-առաքելական եկեղեցու հատուկ դերը եւ այնտեղ ամուսնության վերաբերյալ ընտանիքի վերաբերյալ կետը, որ դա միայն տղամարդու եւ կնոջ միությունը եւ այլն, այսինքն շատ խոստումներ էր շռայլվել, բայց այդ խոստումները եթե 2/3-ը չի ունենա Նիկոլը, ապա չի կարող կատարել։ Չի կարող կատարել խոստումները տված Ալիևին, չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիր, որը որ իբր թե խոստացել է արդեն 3 տարի է, որ խոսում է, արդեն 4-րդ տարին է, որ խոսում է այդ պայմանագրի մասին, որ հեսա կստորագրվի, քիչ մնաց, բայց պայմանագիրը չի ստորագրվում, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, որովհետև Ալիևը պահանջել է Նիկոլից փոխել սահմանադրությունը։ Այսինքն չփոխելով սահմանադրությունը չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը։ Չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը, պատերազմի վտանգը ել ավելի է աճում, իսկ միաժամանակ Էրդողան ասել է, ես կբացեմ սահմանը միայն այն ժամանակ, երբ որ կստորագրեք խաղաղության պայմանագիր Ալիևի հետ։ Այսինքն սահմանը չի բացվում, եթե չի բացվում Թուրքիայի սահմանը, չի բացվում Ադրբեջանի սահմանը, ապա չի կարող գործել նաև Թրամփի ճանապարհը։ Չի գործում Թրամփի ճանապարհը, ստացվում է, որ Նիկոլի ամբողջ ուրեմն հաշվարկները դառնում են անիմաստ եւ զորական արժեք ունեցող։ Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել եւ այդ իսկ պատճառով Նիկոլը պարտվել է, իհարկե պարտվել է։ Պարտվել է նաեւ Սամվել Կարապետյանը, որովհետեւ Սամվել Կարապետյանը ամեն տեղ ասում էր, որ նա է լինելու վարչապետը, որ նրանք ունենալու են 66%-ից ավելին փոխելու են սահմանադրությունը եւ նա է դառնալու վարչապետը, որ նա չի էլ պատկերացնում իրեն ընդդիմադիր գործչի դերում եւ այլն։ Հիմա ստացվում է, որ նրանց այդ բոլոր ախորժակները փաստորեն կարելի ասել հոդս ցնդեցին եւ նրանք հազիվ 20%-ից մի քիչ բարձր ձայներ են հավաքել, ուր 20%, ուր 66%, հա։ Դրա համար այստեղ իհարկե ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը կրել է շատ ծանր, եթե չասենք խայտառակ պատմություն, իր համեմատ նրա, ինչ որ նա խոստացել էր։ Եթե նա չխոստանար եւ եթե նա չասեր, որ այդպիսի մեծ ուրեմն հաջողությունները
ունենալու եւ նա վստահ է դրա մեջ, ապա գուցե եւ վատ չի, որովհետեւ լրիվ նոր ուժ է, լրիվ անծանոթ ուժ է, քաղաքականության մեջ շատ բոբիկ ուժ է, թե ցուցակը նայելով, հա, որևէ այսպես քաղաքական գործիչ կարելի ասել բացառությամբ մեկ ոնց որ թե հոգուց այդտեղ չկա եւ ուրեմն իհարկե սկսնակ ուժի համար վատ չի 20%-ը, թեև իհարկե 20% պլյուսը, թեև դրա թիկունքում կանգնած է ահռելի ֆինանսական կապիտալ, բայց դե էլի հաշվի առնելով սկսնակ ուժի համար վատ չէ, բայց համեմատ ազգային ուրեմն առաջնորդի հավակնությունների իհարկե խայտառակ պարտություն է։ Ռոբերտ Քոչարյանը նույնպես գրեց ծանր պարտություն, որովհետև եթե նախորդ ընտրություններում նա ստացել էր 21 ու պլյուս տոկոս, ապա այս անգամ 10-% այսինքն ավելի քան 2 անգամ նա վատթարացրեց իր քաղաքական դիրքերը եւ դա պատահական չի 5 տարի Ռոբերտ Քոչարյանը եւ նրա քաղաքական թիմը զբաղված էր չես հասկանում ինչով բազմիցս ասվել է որ նախաձեռնեք impeachment, բազմիցս ասվել է չեք կարող impeachment նախաձեռնել, դրեք ձեր մանդատները, ստեղծեք սահմանադրական եւ քաղաքական ճգնաժամ երկրում, բայց նրանք ուրեմն շատ սիրով, սիրասուն եւ քաղցր ձևի շփվեցին հիմնականում ուրեմն իրանց հիմնական մրցակիցների հետ եւ իրենց պատասխանատվության տակ է նաեւ այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում, որովհետեւ նրանց ազգային ժողովում աշխատելու ընթացքում մենք կորցրեցինք Արցախը եւ որևէ բան տեղի չունեցավ, հա, այսպես ասած նրանք շարունակում են քննադատել, Նիկոլը շարունակում էր նրանց պատասխանել, բայց իրականում Նիկոլը հանձնեց Արցախը, հանձնեց արցախցիներին, տեղափոխեց արցախցիներին, դատարկեց, հայաթափեց Արցախը եւ Քոչարյանի կողմնակիցները շատ սիրուն, հանգիստ փոքր քննադատում էին իհարկե վիճում էին, չգիտեմ, քաշքշում էին գուցե միմյանց, բայց ակնհայտ է, որ այդպիսի ուրեմն գործողություններով Արցախը չէին փրկի։ Ընդհանրապես այդպիսի տպավորություն ստեղծվեց այս ընտրություններում, որ նախընտրական ծրագրերը նայում ես, որ բոլորին ձեռ էր տալիս, ինչ արեց Նիկոլը Արցախում։ Ոչ մեկ չասեց, որ ոնց են վերականգնելու Արցախը, ոչ մեկ չասեց Արցախի հարցում ինչ են անելու, Արցախցուն ինչպես են տանելու Արցախ, ոչ մեկ չասեց, ոչ մեկ այդ հարցը իր նախընտրական ծրագրի հիմքում չդրեց։ Բոլորը խոսում էին մի քիչ շատ փող բաժանենք, մի քիչ շատ թոշակ բաժանենք, մի քիչ էս անենք, մի քիչ այն անենք, Նիկոլը վատն է, մենք լավն ենք։ Կամ էլ նախկինները վատն են, ներկաները լավն են։ Այդքանը։ Այսինքն անդատամ քաղաքական մրցակցություն։ Իհարկե խայտառակ եղան բոլոր այն ուժերը, ովքեր հավաքեցին այդ զրոները, 0.1-երը, 0.2-ները, կամ թեկուզ 1, կամ թեկուզ 2%-ները, որտեղ նրանք բոլորը խոսում էին, որ նրանք վարչապետներ են հիմա արդեն, իրականում փոշիացնում էին ձայները։ Իրականում, եթե այդ փոշիացնողները չլինեին, իսկ փոշիացնողները փաստորեն տեսեք բացի այս իմ թվարկած Նիկոլ Կարապետյան Քոչարյան եւ ԲՀԿ-ին հիմա առանձին կանրադառնանք, մնացածը փոշիացնողներ էին։ Եվ այդ փոշիացնողները իհարկե խաղացին ի օգուտ Նիկոլի, որովհետեւ այդ փոշիացրած ձայները գնացին Նիկոլի, կեսը գոնե այդ ձայների գնաց Նիկոլին եւ Նիկոլը հավաքելով 50%-ից պակաս այսօր ուրեմն հավակնում է ունենալ 61-ից 63 ձայն խորհրդարանում։ Այն դեպքում, որ իր հավաքած ձայներով, եթե չլինեին փոշիացողները, կունենար ուրեմն 55-ից 56 ձայն խորհրդարանում։ Այս է իրականությունը, ինչի մասին մենք անդադար ասում ենք, եւ այս պատճառով, նորից եմ ասում, մենք իհարկե պատրաստվում ենք մեր կուսակցությունը, իմ կուսակցությունը պատրաստվում էր մասնակցել ընտրություններին, բայց երբ որ մենք տեսանք, որ մենք չենք կարող մրցակցել օլիգարխների այդ փողի կույտի հետ եւ
ընկնելու ենք այն ուրեմն փոշիացնողների ձայների դաշտ, խոսքը գնում է մենք հաշվել ենք, որ հավաքելու ենք մոտավորապես 3%, մենք որոշեցինք չաջակցել մեր 3%-ով Նիկոլին, այսինքն 3%-ի կեսը գնալու էր Նիկոլին։ Եվ պարզվեց, որ մենք ինչպես միշտ վարվեցինք շատ պատասխանատու մեր ժողովրդի ապագայի հանդեպ։ Իսկ այդ փոշիացնողների խումբը, որը որ փոշիացրեց բազմաթիվ ձայներ, իհարկե նպաստեց Նիկոլի առաջ խաղացմանը։ Հիմա ով դա արեց ակամա, ով դա արեց հասկանալով, նպատակադրված, միտումնավոր, դա նույնպես հայտնի է եւ մենք այդ մարդկանց իհարկե պետք է հարց տանք։ Հարց տանք, իդեպ ես հրավիրում եմ բոլոր ուժերի ղեկավարներին գալ մեր մոտ եւ բացատրել իրենց դիրքորոշումը, թե ինչու նրանք արեցին, վարվեցին այսպես։ Հիմա ԲՀԿ-ի հարցը շատ սկզբունքային հարց է։ Պատահական չէ, որ 4% ուրեմն հավաքած ԲՀԿ-ն եւ փաստ է, որ այդ 4%-ը հավաքել է ԲՀԿ-ն, հանգարց ուրեմն ստացվեց, որ վերջի պահին հայտարարեցին 3.999%, այսինքն 0.01% չի հավաքել։ Ինչու՞։ Որովհետև եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, այդ 4% ձայները չեն փոշիացվում, դրանցից 2%-ը չի գնում Նիկոլին, եւ այդ դեպքում Նիկոլը ունենում է 61 падգամավոր, որը անգամ չի բավարարում Նիկոլին 2/3-ը ձեռք բերելու համար։ Ոչ միայն 2/3, 2/3 ոչ մի դեպքում ձեռք չի բերում, անգամ 3/5-ը։ Իսկ ինչ է նշանակում 3/5-ը։ 3/5-ը նշանակում է Սահմանադրական դատարանի դատավորների նշանակում, ձևավորում եւ այլն, դատախազի, գլխավոր դատախազի նշանակում։ Այսինքն չի կարողանալու Նիկոլը այլևս այդ մարդկանց նշանակել։ Կենտրոնական բանկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով, շատ կարևոր ստրուկտուրաների ղեկավարներ չեն կարողանալու ընտրվեն Նիկոլի ուզածով։ Կամ Նիկոլը եւ ընդդիմությունը պետք է գնան կոմպրոմիսների այդ հարցում, այդ դեպքում Նիկոլի համար դա հարմար չի, որովհետև նա պատրաստ չի, սովոր չի կոմպրոմիսների գնալ, իսկ ընդդիմության համար դա խայտառակություն է, որովհետև համագործակցել Նիկոլի հետ այդքան բացահայտ, ուրեմն նրանք չեն կարող մարսել հետո, կամ լինելու է քաղաքական եւ պետական կառուցվածքի սահմանադրական ճգնաժամ, որին սովորաբար հետևում են նոր արտահերթ ընտրություններ։ Եվ Նիկոլը հասկանում է, որ չանցկացնելով կամ անցկացնելով ԲՀԿ-ին նա որոշում է իր իսկ ճակատագիրը ունենալ արտահերթ ընտրություններ շատ մոտ ապագայում, թե չունենալ դրանք, որովհետև չի կարող, երկար ժամանակ ուրեմն այսպիսի ստրուկտուրաներ չձևավորվեն եւ իհարկե դա ծանր, այսպես ասած, քաղաքական ճգնաժամ կառաջացնի։ Ի վերջո, դրա համար է, որ Նիկոլը ուրեմն ԲՀԿ-ին փորձեց այդ 0.01%-ով ուրեմն նվազեցնել իրենց թիվը եւ այդ որ ասում են պատահականություններ, տողերը խախտվել են, փախել են, չգիտեմ ինչ են արել եւ այլ, դա իհարկե արժանահավատ չէ, որովհետեւ հասկանալի է, թե ինչքան բան է կախված ԲՀԿ-ի անցնել-չանցնելուց եւ կարծում եմ, որ դրանից կախված է նաեւ հետագա ընդդիմության գործունեությունը, թե ինչպես վերաբերվել այս ընտրություններին։ Առավել եւս, որ այդ ձայները անգամ այդ 0.01-ը հայտնաբերվել են, թե որտեղ է եղել այդ խախտումը, խաբեությունը եւ ուրեմն որևէ կասկած չկա, որ ԲՀԿ-ն 4% այնուամենայնիվ հավաքել է։ Ասեմ, որ այս ընտրությունները նաեւ կարեւոր էին նրանով, որ մեր ժողովրդի մասնակցությունը ընտրություններին շատ ավելի բարձր էր, մոտ 10%-ով գերազանցեց նախորդ ընտրությունները, դա շուրջ 200,000 մարդ իրենց գիտակցեցին պատասխանատու մեր երկրի ապագայի համար։ Դա շատ լավ ցուցանիշ է, այդ առումով իհարկե հույս կա, որ մեր քաղաքացիները արդեն վերջնականապես կողմնորոշվել են, որ Հայաստանը, այսպես ասած, գնում է անդունդի եզրով եւ պետք է Հայաստանը փրկել այդ անդունդից
եւ մի կողմը եւ մյուս կողմը եւ մենք փաստորեն հասարակությունը կիսվել է, հա, կիսվել է։ Կեսը չի ընդունում Նիկոլին տարբեր ձևերով, տարբեր պատճառաբանություններով եւ տարբեր ուրեմն քաղաքական նախընտրություններով, իսկ մի կեսը ընդունում է, հա, մեր ժողովրդի կեսը չի ընդունում, կեսը ընդունում է եւ դա իսկապես հասարակությունը, այսպես ասած, երկպարտված վիճակ է ստեղծել, ինչը Նիկոլի համար լրիվ նոր իրավիճակ է։ Նիկոլը սովոր է, որ նրան ընդունում էին, չգիտեմ, ճնշող մեծամասնությունը կամ ակտիվ քաղաքացիների գոնե մեծամասնությունը եւ այլն։ Սա նոր իրավիճակ է Նիկոլի համար եւ անդիմության համար նույնպես։ Տեսնենք ինչպես կլուծվի ԲՀԿ-ի հարցը, բայց կան իհարկե մի շարք այլ խախտումներ, թե ինչքանով է դրանք նոր, ես չէի ասի, որ դրանք նոր խախտումներ են, այդպիսի խախտումներ եղել են նախորդ ընտրություններին, 18 թվականի ընտրություններին եւ ընդհանրապես Հայաստանի գրեթե բոլոր ընտրություններում, բայց ասենք այսքան մարդ բանտերում դա իհարկե այս ընտրությունների know-how-ն է, այսպես ասած, նորությունն է, որտեղ բանտերում գտնվում են եւ քաղաքական գործիչներ, եւ կրոնական գործիչներ, եւ լրագրողներ եւ ակտիվիստներ եւ այլ։ Հասկանալի է, նրանց մի մասը գուցե եւ ինչպես ասում են իշխանությունները, զբաղված էր ընտրակաշառք բաժանելով։ Խոսքը գնում է այդ մի շարք ակտիվիստների մասին, բայց չի կարելի ասել դա քաղաքական գործիչների կամ կրոնական գործիչների մասին, լրագրողների մասին, այսպես որ այստեղ իհարկե շատ մեծ հարցեր կան եւ այն սպառնալիքները, որ Նիկոլը տեղում էր անդադ ուղղում էր իր մրցակիցներին եւ շարունակում է ուղղել, կբռնեմ, կնստացնեմ, այսպես կանեմ, այնպես կանեմ, իհարկե դրանք անօրինական են, դա դրանով հանդերձ ուրեմն ընտրությունները նա ինքը իր ընտրությունները դրեց հարվածի տակ, հարցականի տակ եւ այլն։ Հաջորդ հարցը իհարկե այն է, որ նա շուտ հայտարարեց իր հաղթանակի մասին, հանկարծ ուրեմն դադարեցրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուրեմն հաշվարկի այդ ցուցադրությունները, իդեպ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից անհետացավ սկզբից դրված էին գրաֆիկներ, դրանք հիմա անհետացան։ Դրված էին ուրեմն գրված է, որ պետք է ուրեմն սկանավորված արձանագրությունները լինեն կայքում, բայց եթե բացում եք կայքը, տեսնում եք, որ ընդամենը 2005 տեղամասից ընդամենը 38 տեղամասի սկանավորված արձանագրություններն են դրած։ Այսինքն ակնհայտ խախտումներ են, որոնց վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է պատասխան տա։ Այդ զինվորականների հայտնվելը տեղամասերում ինչ որ մեծ քանակությամբ 18000 ինչ որ գաղտնի քվեարկողների առաջի անգամ մենք լսում նման բան, այսքան ընտրություն է եղել, գաղտնի ցուցակներ ոչ մի անգամ չեն եղել։ Հիմա ինչ որ գաղտնի ցուցակներ են հայտարարվում եւ այլ եւ այլ։ Եվ սա իհարկե խոսում է այն մասին, որ ընտրությունները շատ մեծ կասկածի տակ են եւ եթե անգամ ԲՀԿ-ն էլ եթե չանցնի, ուրեմն այդ ընտրությունները իհարկե ընդունել չի կարելի որևէ ձևով։ Եվ այդ դեպքում ընդդիմությունը պետք է անի համապատասխան քայլեր իրենց մանդատները վերցնելու չվերցնելու ուղղությամբ։ Այս ընտրությունները ցույց տվեցին մի շատ կարևոր եւս արդյունք։ Այն կուսակցությունները, որոնք այսպես ասած խորը հակառուսական էին, այդ կուսակցությունները դրանք 5-ն էին, 4-րդ համարը Սիմոնյան, 8-րդ համարը Բևեր, 11-րդ համարը Վազգեն Սարգսյանի քույրիկ են ասում, բայց դա եղբայրը հասկանալի է, Արամ Սարգսյան, 12 համարը Շիրինյան, 18-րդ համարը Բաբաջանյան, այսինքն այս 5 կուսակցությունները իրար հետ հավաքեցին ընդամենը 4%։ Դա ցույց է տալիս, որ մեր հասարակությունը չի ընդունում այդ ուրեմն բացարձակ հակառուսական քարոզչությունը, չի ընդունում այդ մտքերը, այսինքն հասարակության ընդամենը 4%-ը կարող է դրան հավանություն տալ, իսկ մնացած
96%-ը նշանակում է, որ չի ընդունում։ Եվ դա շատ կարևոր արդյունք է, ասեմ նաև, որ ամենա հակառուսական քարոզիչները Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը կտրուկ վատացել է իր վիճակը հասարակությունում։ Եթե 21 ընտրություններում նա ունեցել է 3%, ապա այսօր ունի 1%։ Եթե Երևանի ընտրություններում 23 թվականին նա կարողացել է հավաքել բավականին ձայներ, այսօր դրանք բոլորը փոշիացրեց, կորցրեց, ցրեց, որովհետև ժողովուրդը հասկացավ, որ նրանք պարզապես ընտրություններին մասնակցում են Ռուսաստանի դեմ խոսալու համար։ Դե ուրեմն բնական է արդյունքը ստացվել է դա, եւ սա նշան է նաև Նիկոլին, որ եթե հարցը գնա հանրաքվեի ԵՄ թե ԵԱՏՄ, հայ ժողովրդի մեծամասնությունը կընտրի ԵԱՏՄ-ն։ Հենց այդ պատճառով էլ նա վախենում է անցկացնել հանրաքվե։ Հիմա անցնենք այն պատճառներին, որի արդյունքում ընդդիմությունը կրեց պարտություն, խայտառակ պարտություն, առաջի հերթին ընդդիմությունը ներկայացված էր օլիգարխներով։ Հայ ժողովուրդը 18 թվականին ինչու աջակցեց Նիկոլին, ինչու գնաց, այսպես ասած, այդ հեղափոխական տեխնոլոգիաների եւ ենթարկվեց մանիպուլյացիայի։ Ինչու ենթարկվեց մանիպուլյացիայի արևմտյան տեխնոլոգների կողմից, որովհետեւ հայ ժողովուրդը ուզում էր ապրել քաղաքական համակարգում, ոչ թե օլիգարխիկ համակարգում, որտեղ կան օլիգարխներ, որոնք ուրեմն թելադրում են խաղի կանոնները, բիզնես վարելու կանոնները, քաղաքական ապրելու կանոնները եւ այլն։ Այդպիսի օլիգարխիան իհարկե ամենացայտուն ձևով արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, ձևավորվեցին այդ օլիգարխի կլանները, ամրապնդվեցին եւ սկսեցին բաժանել ամեն ինչ եւ ուրեմն ամեն օլիգարխի, չգիտեմ, թիկնապահ ավելի մեծ ազդեցություն ուներ գործընթացների վրա, քան չգիտեմ, շրջանի միլպետը։ Բայց դրանից հետո իհարկե իներցիայով որոշ չափով դա պահպանվեց, թեև թուլացավ, բայց 18 թվականի հիմնական թեզը ժողովրդի դա էր, որ նրանք ուզում են այդ ֆեոդալակրյա օլիգարխիկ համակարգից անցնել, այսպես ասած, ազատ քաղաքական համակարգի եւ անցումը դրանով, ուրեմն Նիկոլը դրա վրա էր, այսպես ասած, շեշտը դնում եւ ստացվեց այնպես, որ թեև Նիկոլը ինքը ձևավորեց արդեն նոր քրեա օլիգարխիկ համակարգ, բայց ժողովուրդը չի ուզում բացահայտ օլիգարխների հետ գործ ունենալ։ Եվ այստեղ ստացվեց, որ նրան առաջարկում են նոր օլիգարխներ, եւ ժողովրդի մեծ մասը դրա համար ասում էր, չգիտենք ում ընտրենք։ Ներկաներին Նիկոլին համարում են դավաճան, իսկ նոր եկած եւ հին օլիգարխներից վախենում են, որովհետեւ հիշում են, որ ուրեմն ինչ է նշանակում օլիգարխի թիկնապահ իր ուրեմն ամեն ինչով։ Այստեղ էր ամենախոշոր սխալը, որտեղ օլիգարխներ, օրինակ տեսեք Վրաստանում նույնպես օլիգարխ Իվանիշվիլին, որը օլիգարխ է, մեծ հարուստ է, ունի իշխանական լծակներ եւ այլ, բայց նա իր դեմքով չմասնակցեց ընտրություններին։ Նա չմասնակցեց իր դեմքով, նա աջակցեց Վրաստանի երազանք կուսակցությանը, բոլորը գիտեն, որ Վրաստանի երազանք կուսակցության թիկունքում կանգնած է օլիգարխը, հա, Իվանիշվիլին, բայց բոլոր դեպքերում դա սկզբունքորեն տարբեր իրավիճակ է։ Երբ որ օլիգարխները իրենք են իրենց դեմքով մասնակցում ընտրությունների կամ եթե նրանք աջակցում են այս կամ այն քաղաքական ուժին։ Եվ հիմնական ուրեմն կարծում եմ խնդիրը այստեղ է։ Երկրորդ հիմնական խնդիրը, կարևոր խնդիրը այն է, որ ուրեմն եւ Կարապետյանը եւ Քոչարյանը չգնացին միասնական ընդդիմություն ձևավորելու։ Նրանք ամեն մեկը իր, այսպես ասած, նեղ թիմով մասնակցեցին ընտրությունների եւ այդ թիմերը ոչ մի ուրեմն արձագանք այսպես ժողովրդի մեջ չունեցան, որովհետեւ Կարապետյանի դեպքում դա լրիվ անհասկանալի մարդիկ էին, հասարակությունը չէր ճանաչում այդ մարդկանց խոսույթը նույնպես չէին հասկանում, որովհետև շատ, այսպես ասած, քաղաքականապես անպատրաստ մարդիկ էին որպես կանոն,
Եվ ուրեմն ստացվեց այնպես, որ Կարապետյանի թիմը նույնպես ուրեմն չձևավորեց միասնության համակարգ իր շուրջ։ Եթե հիշում եք, ես ընտրություններից առաջ, այսինքն երբ որ արդեն ձևավորվում էին թիմեր, կոալիցիաներ եւ այլն, դիմեցի այս ստուդիայից, դիմեցի Սամվել Կարապետյանին եւ ասեցի, որ անձամբ ձեզ վրա է պատասխանատվությունը ստեղծել միասնություն ընդդիմության, այսինքն հրավիրել այն քաղաքական ուժերին, իսկ նրանք Հայաստանում շատ կան պատասխանատու, գրագետ, փորձված եւ ամեն մեկը յուրովի ազդեցություն ունեցող քաղաքական թիմեր, հրավիրել այդ թիմերին ընդհանուր ստեղծել մի մեծ հզոր ընդդիմադիր շարժում եւ ուրեմն գնալ այդ շարժումով ընտրությունների։ Ցավոք սրտի Կարապետյանը նախընտրեց գնալ միայնակ եւ այդ միայնակությունը բերեց այդ խղճուկ 20+%-ները։ Նույնը վերաբերում է Քոչարյանին, որը մշտապես ուրեմն տարանջատվում է ընդդիմությունից, փորձում է ուրեմն միայնակ գնալ, փորձում է ընդդիմությանը ուրեմն ըստ էության պարակտել դրանով, որտեղ եթե մեկը գնում է, մյուսներն էլ ասում են, դե եթե սա է գնում միայնակ, մենք էլ ենք գնում միայնակ։ Բայց Կարապետյանը ուներ դրա հնարավորությունը եւ ինձ համար եւ շատ վերլուծաբանների համար անհասկանալի է, թե ինչն էր պատճառը, որ Կարապետյանը մերժեց համագործակցության բազմաթիվ առաջարկներ, մերժեց միասնական թիմ ձևավորելու ընդդիմադիր միասնական հուժկու քաղաքական շարժում ձևավորելու գաղափարը։ Եթե հիշում եք, ես առաջարկում էի հավաքել Կարապետյանի շուրջ այնպիսի ուրեմն թիմ, որը որ կառաջնորդվի հետևյալ սկզբունքով. ոչ Նիկոլին, այո ՀՀ սահմանադրությանը կամ այո ՀՀ անկախության հռչակագրին։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ եւ ուրեմն մենք ունենք այն, ինչ ունենք։ Եվ այստեղ անձնական պատասխանատվությունը իհարկե Կարապետյանի եւ Քոչարյանի վրա է։ Որ գիտեք ինչ, խաղալ Նիկոլի խաղը, այսինքն ընտրություններում Նիկոլը իհարկե գրոսմեյստերը, խաղալ Նիկոլի խաղը, Նիկոլի օրենքներում, Նիկոլի դաշտում հասկանալի է, որ դա ի սկզբանե պարտություն է, ակնհայտ է դա, չես կարող խաղալ ուրիշի խաղը իր դաշտում, իր օրենքներով եւ հաղթել նրան։ Դրա համար պետք է ուրեմն խաղալ այն խաղը, որը դու կարող ես խաղալ, իսկ դու կարող ես խաղալ միասնական ընդդիմություն։ Այո, կարելի է խաղալ Նիկոլ, ոչ Նիկոլ խաղը։ Այսինքն այդ տրամաբանությամբ գնալ ընտրությունների։ Նիկոլ, ոչ Նիկոլ։ Այդ դեպքում կստացվեր, որ ասենք, չգիտեմ, 20 կուսակցություններ, 30 հասարակական կազմակերպություններ, անհատներ, ժողովրդական, չգիտեմ, արտիստներ, հայտնի ինչ-որ բլոգերներ, դրանք հավաքվելու էին մի թիմում, որը կոչվելու էր Ուժեղ Հայաստան, եւ կլիներ մեկ այլ թիմ, դա կլիներ Նիկոլը։ Ես վստահ եմ այդ դեպքում իհարկե հաղթանակը կլիներ ընդդիմության մոտ։ Բայց այստեղ նաև կարևոր է նշել, որ ծրագրերը, որոնք ներկայացվում էին այս ընտրություններում, այս ծրագրերը ուղղակի անհասկանալի ձևով կրկնում էին Նիկոլի ասածները։ Ոչ մեկ չասեց մի ծրագիր, որը որ տարբերվեր Նիկոլից։ Խոսքը գնում է այն 5 հակառուսականները մի կողմ, մնացածը Նիկոլն էլ էր ասում, պետք է եւ Ռուսաստանի հետ համագործակցել, եւ Եվրոպայի, եւ Ամերիկայի, այս ընդդիմությունն էլ էր դա ասում։ Նիկոլն էր ասում, որ մեր անվտանգությունը պետք է խարսխվի Հայաստան, Ամերիկա, Հայաստան, Եվրոպա, Հայաստան, Ռուսաստան բարեկամության, այսպես ասած, հիմքերի վրա ընդդիմությունն էր դա ասում։ Նիկոլն էր ասում, որ Թրիփի ծրագիրը, այսինքն Թրամփի ճանապարհը լավ բան է, ընդդիմությունն էր դա ասում։ Նիկոլն էր ասում, որ պետք է Ադրբեջանի հետ մենք գտնենք լեզու, ընդդիմությունն էր դա ասում։ Մի խոսքով պարզ չի, տարբերությունը ինչու՞մն է։ Նիկոլն էր ասում, որ պետք է նոր աշխատատեղեր ստեղծենք, ընդդիմությունն էր ասում։ Սոցիալական հարցերը լուծենք, բոլոր նույն բանն էին ասում։ Մարդիկ տենց էլ չհասկացան, ինչով է ավելի լավ ընդդիմությունը, քան թե Նիկոլը։ Դրա համար ծրագրերը, կրկնում, ծրագրերում գրեթե տարբերություն չկար։ Կային իհարկե մանր դետալներ, նյուանսներ, ինչպես ասում են, բայց խոշոր հաշվով, խոշոր բլոկերով, գաղափարական, գաղափարախոսական, խոշոր տարբերություններ այդպես էլ չկար եւ դրա համար
ուրեմն մեր հայրենակիցներից շատ-շատերը առաջնորդվեցին ուրեմն անփորձ մածունի եւ փորձված թանի սկզբունքով եւ ընտրեցին փորձված թանը։ Այստեղ նույնպես ուրեմն հարցը հետեւյալն է, որ եթե դու գնում ես այսպես մասնատված ընդդիմության շարքերով, ապա դու պետք է ուրեմն ներկայացնես ծրագրային լուրջ տարանջատումներ Նիկոլից, չկար այդ բանը։ Ես հիշում եմ, որ երբ որ ես կոչ էի անում ժողովրդին, ընդդիմությանը, Կարապետյանին, ժողովուրդ բերեք, ստեղծենք միասնական մեծ ուժեղ շարժում, ասում են դու չգիտես, մենք պետք է իրականացնենք Գյումրիի տարբերակը։ Այսինքն մանր բաներով առանձին գնանք շարքերով, այդտեղ անցնենք ազգային ժողով, ընդ միավորվենք։ Ասում էի ժողովուրդ ջան, դա Գյումրիի տարբերակը շատ նախ տարբեր է եղած իրավիճակից, մի շարք հանգամանքներով։ Եթե քաղաքականության ընտրական տեխնոլոգիաներից չեք հասկանում, ուրեմն մենք գոնե այդ ամենը տիրապետում ենք 1990 թվականից ես ամեն ընտրությունները մանրամասն կարող եմ ասել, ինչպես էր անցնում, ինքս մասնակցել եմ դրանց մեծ մասին եւ այլն։ Չի լինելու է խնդիր, լինելու է պարտություն։ Ասում են, չէ, Գյումրիի տարբերակ, դե այս էլ ձեզ Գյումրիի տարբերակ։ Բոլոր դեպքերում հիմա իրավիճակը շատ լուրջ է, այն առումով, որ ԲՀԿ-ի այդ 4%-ը գրանցելուց չգրանցելուց կախված է նաև շատ հարցերի ապագան։ Հուսանք, որ մենք կունենանք քիչ թե շատ արդար լուծում այս հարցում գոնե։ Ձեզ հաջողություն եւ բարի երեկո։